Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները առաջ են քաշում սահմանադրական փոփոխություններ կատարելու գաղափարը։ Եվ նաև նշում, որ նոր սահմանադրության մեջ առհասարակ հղում չպիտի լինի Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին։ Շատ կարևոր թեմա եւ շատ վտանգավոր, քանզի անկախության հռչակագիրը լոկ փաստաթուղթ չէ։ Այն հայոց պետականության հիմքն է եւ նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի համար լուրջ հենարան է հանդիսանում։ Մի քանի կետ անկախության հռչակագրից եւ փորձենք հասկանալ, թե ինչու են հենց իշխանությունները շահագրգռված այս կետերը փոխելու համար։ Սա Ալիևի պահանջն է, դա արդեն հստակ է։ Ալիևը չի թաքցրել, որ իր գլխավոր նպատակը անկախության հռչակագրից հրաժարումն է, քանի ինչպես ինքն է նշում, այնտեղ հավակնություններ կան Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված։ Անկախության հռչակագրի 4-րդ կետում դիցուք նշում է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր տարածքում բնակվող բոլոր քաղաքացիները դառնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, բացի այդ, շատ կարևոր հանգամանք, արտերկրում բնակվող հայերը իրավունք ունեն ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Սա հայրենիք սփյուռք անքակտելի կապ է եւ սրանից է սարսափում Ալիևը։ Հաջորդը 10-րդ կետը։ 10-րդ կետում հստակ նշում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լեզուն հայերենն է եւ նաեւ բոլոր փաստաթղթաշրջանառությունը պիտի իրականացվի հայերենով, բայց այստեղ լուրջ վտանգ կա Ալիևի համար, քանզի վերջինս անընդհատ առաջ է քաշում 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերաբնակեցնելու հարցը։ Եվ եթե այս կետը հանվում է եւ Հայաստանը հրաժարվում է իր անկախության հռչակագրից, արդյոք սա չի տալու հնարավորություն ադրբեջանցիներին ադրբեջաներեն լեզուն առնվազն տարածաշրջանային լեզվի կարգավիճակ ստանալու հարց բարձրացնել։ Հաջորդը քաղաքացիության հետ կապված, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարցը դուրս է գալիս, միթե ադրբեջանցիներին սա հնարավորություն չի տալու ապագայում պնդել Հայաստանի Հանրապետության անձնագրերում ադրբեջանցի ձևակերպում մտցնելու հարցը եւ դառնա դանդաղ գործողրում Հայաստանում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների համար։ Եվ վերջինը 11-րդ կետը Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետեւաբար հրաժարումը անկախության հռչակագրից ինքնին նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է արդեն պաշտոնապես նաեւ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։